Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին Ազատության հրապարակում սահմանված ժամին մեկնարկեց քաղաքացիական բաց խորհուրդ քննարկումը։ Նախ հավաքվածներին ողջունեց Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը։ Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստով ըստ ժառանգության ղեկավարի սկսվում է հայ ժողովրդի հաղթական հանգրվանի երկրորդ շաբաթը։ Եվ տեսնում եք, թե մի շաբաթվա ընթացքում արդեն ինչ հասունացում է գնում Ազատության հրապարակում եւ ընդհանրապես Հայաստանի ողջ հանրապետությունում։ Եվ այս գործընթացը պիտի շարունակվի առանց նահանջի եւ առանց դադարի։ Քաղաքացիական ֆորումի առաջին բանախոսը ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանն էր։ Դիմելով հավաքվածներին նա նշեց, որ այս շարժումը սկսվել է մի պարզ իրողությամբ։ Փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում ժողովուրդը ընտրել է իր նախագահին, որը Ռաֆի Հովհաննիսյանն է, եւ տրամաբանական է, որ հաղթած նախագահը պետք է ձեռնարկի քայլեր։ Շատ կարևոր է, որ հանրությունը նախ ներգրավված լինի այդ գործընթացում եւ երկրորդ այդ գործընթացը ընդհանրապես լինի հրապարակային։ Հայաստանում այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը քաղաքականությունը հրապարակային դարձնելն է առավելագույնս։ Անհրաժեշտ է ճիշտ գնահատել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում լուրջ քաղաքական համակարգի փոփոխություն է կատարվել։ Ձևավորվել է մեկ առանցքային ուժ, որը հայ ժողովուրդն է, նշեց падգամավորը։ Նա անդրադարձավ նաև այն կուսակցություններին, որոնք տարբեր պատճառներով մասնակցություն չունեցան համապետական ընտրություններին։ Փետրվարի 18-ից առաջ թվում էր, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ ժողովուրդը մնացել է դեմ դիմաց ու միայնակ Սերժ Սարգսյանի հետ։ Եվ շատ քաղաքական վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ մտածում էին, վերլուծաբաններ Հայաստանում եւ Հայաստանից դուրս մտածում էին, թե ձևավորվել է մի իրավիճակ, երբ որ ժողովուրդը չունի ընտրություն, ինքը ուղղակի գնալու է եւ Սերժ Սարգսյանին քվեարկելու է։ Եվ Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը պատրաստվում են, թե ինչպես են իրենք հանկարծ տենց փետրվարի 19-ին դառնալու լեգիտիմ նախագահ։ Բայց տեղի ունեցավ ուրիշ բան։ Իսկ Արաբակետ Արայք Հարությունյանը նշեց, որ սին էին այն կանխատեսումները, թե նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է։ Այս ընտրությունները վկայեցին, որ երկրում տեղի են ունենում քաղաքական լուրջ զարգացումներ, իսկ այդ զարգացումների վրա էապես ազդում է հրապարակը։ Կարող է բեկումնային լինել, եթե մենք կարողանանք ստեղծել 20-25 հոգանոց այդպիսի մի ամուր թիմ, որոնք պատասխանատու կլինեն կոնկրետ ոլորտների համար եւ այդ թիմին կարելի է ներկայացնել ժողովրդին։ Ստվերային կառավարության ձևավորման մեկնարկ այս գործընթացը դեռևս դժվար է անվանել։ Ազատության հրապարակում կայացած քաղաքացիական ֆորումին գնահատական տալով նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Իսկ քաղաքացիական ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով կիսադիվանագիտական կուլիսային քննարկումների ժամանակը վաղուց անցել է։ Քաղաքական ուժերը հնարավորինս պետք է բաց եւ անկեղծ լինեն հասարակության առաջ։ Պիտի ազատ քննարկում լինի, պիտի տարբեր մտքեր լինեն, պիտի մտքերի բախում լինի, եւ դա շատ նորմալ ձևաչափ է։ Դա է նորմալ ձևաչափը, ոչ թե կուլարային, բյուրոկրատական, գաղտնի ինչ-որ կիսադիվանագիտական միջոցները քաղաքականության ձևավորման, որին մենք սովոր ենք։ Կարծես թե հնարավոր չէ, որպեսզի Ռաֆի Հովհաննիսյանը առանց նոր ընտրությունների լինի նախագահ։ Եվ այդ նոր ընտրությունների ժամանակ արդեն ըստ ստացված ուրեմն արդյունքների բնականաբար կձևավորվի կառավարությունը, ձևավորվեն այլ մարմինները։ Նշենք, որ քննարկման վերջում դարձյալ ելույթով հանդես եկավ Ռաֆի Հովհաննիսյանը, ով նշեց, որ հրապարակային նիստերի մասին իր գնահատականը կհնչեցնի, երբ կավարտվեն ամբողջական քննարկումները։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։